Հայ կամավորների հոսքը դեպի առաջնագիծ շարունակում է։ Քանի դեռ հրադադարը չի կնքվել, մեզ Հայաստանին ձեռնտու պայմաններով որևէ հայ չի կարող հանգստանը նստել։ Պաշտպանական գերատեսչության պատասխանատուները ըստ հերթագրման եւ պահի նպատակահարմարության արդեն որոշում են, թե ով երբ պետք է շարժվի սահման եւ որ հատվածները պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Ազատամարտիկ գնդապետ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ համախմբված ազատամարտիկներն այսօր վաղ առավոտից խմբվել էին Երևանի զորամասերից մեկի տարածքում եւ անհրաժեշտ ցուցումներն էին ստանում։ Արցախյան ազատամարտի տարիներին իրենց ակտիվ մասնակցություն ունեցած Դավիթ Բեկ, Մալացիա, Աջափնյակ, Սասուն եւ այլ ջոկատների անդամները մարտական տրամադրությամբ որոշել են շարունակել կիսատ թողած գործը։ Կամավորների թվում էր նաեւ ընդդիմադիր գործիչ Հակոբ Հակոբյանը, որ Արցախյան ազատամարտի ակտիվ ու փորձառու հրամանատար է եղել, ինչպես նաեւ ազգային ժողովի падգամավոր գործարար Սամվել Ալեքսանյանը։ Աստվածտա կարիքը չզգանք, պետք չի, մեզի կարիք պետք չի, բայց որ կարիքը կա, պետք է գնանք, դեպի հաղթանակ։ Նկատենք, որ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն Մալացիայի, այլև մյուս բոլոր ջոկատների ազատամարտիկների համար անհրաժեշտ սնունդ եւ հիգիենայի պարագաներ էր բերել, մի քանի ավտոմեքենայով, որ կամավորները ոչինչի կարիք չունենան։ Արլուր AM-ը զրուցեց նաև գործարար падգամավորի հետ առաջնագիծ մեկնող կամավորների հետ։ Այն անգամ չթողեին, որ լավի միջև բանկն ասնենք, որ այս անգամ թող։ Զինվորի կողքը կային կանգնած պետք է լինենք։ Գնում ենք մեր հայրենիքը պաշտպանելու։ Մենք Ալիևի կնկան բարև։ Կարևորը դա է։ Կիսատ թողած գործը միջև դասեն։ Սերճի խոսք մեր տան։ Իրանց խելոք չեն պահում։ Մենք խորովածուտեն գանք Բաքվում։ Լավ Սևակն է լավ ասում, էր տենց կասեմ, երեխեք մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում։ Սաղից դու ոնց հա? Քաջությունը տեղն է, հա? Աղից դուխը, քաջությունը։ Ամենակարևորը է դա։ Ինչե վերջ է թալվենք։ Աստված մեծ է։ Բոլորս կազմու պատրաստ, մարտական դուխով գնում ենք պահպանենք մեր հայրենիքը։ Այո։ Դեպի հաղթանակ։ Անպայման իհարկե։ Որ կանեցին բոլորը շարք։ Վերջում ես սենց անեմ։ Թող չհուսահատվեն, սաղազգի իրենց խոսում կայնացը։ Հաղթել ենք, հաղթել ենք ու վсё։ Մինչև վերջ։ Թուրքնովա։ Բաշի ոզիկ են էլ։ Վախկոտ ազգ։ Հա? Եկավ ողջույն։ Որս կան Բակտասարյանը Աստծո տված հողերն է։ Հա, վերադարձվի։ Զրուցեցինք նաև հրամանատար Սուրեն Բարսեղյանի հետ, ով սակայն 3 բառով ամփոփեց ասելիքը եւ շտապեց դեպի ավտոբուսը։ Պրոբլեմ չկա, սաղեր մենք տղերք են, 5 տղերք են, կրված տղերք են։ Տենում ես ոնց է։ Այսպիսով կամավորների այս խումբն էլ առավոտյան մեկնեց Արցախ հայ զինվորի կողքին կանգնելու, այսպես ասած դուխ տալու, սատարելու համար։ Ի վերջո հրադադարը դեռ կնքված չէ եւ թշնամին ամեն րոպե կարող է էլի հարձակվել։ Արփինե Թոմասյան, Նարեկ Սարգսյան, Արլուր լրատվական։